բաժանողը սատանան է։ Քրիստոնեության մեջ տեղ չունի, տեսեք, նեղացնելը, վշտացնելը, վիրավորելը, մենք չկենտրոնանանք մեղքի ծանրության վրա, այլ մեր կենտրոնացումը լինի Աստծո ողորմության։ Տիրոջ աչքը օգնական ու պահապան լինի Աստծո հայրից։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր Հայր, այսօր հասարակությունը մի քանի մասի է բաժանվել, բայց կարող ենք վստահաբար ասել, որ գերակշռող մասը դեռևս հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է։ Բոլորը ցանկանում են իրենք մկրտված լինել, իրենց երեխաները մկրտված լինեն, իրենց հարազատները, ընտանիքի անդամները, որպեսզի մկրտություն ստանան։ Սակայն կարևորելով մկրտության խորհուրդը, կարծես թե գաղափարը ճիշտ ձևով չեն անցալում։ Ես նախ կխնդրեմ նշեք դուք, որպես հոգևորականի, թե ինչ է մկրտությունը եւ ինչ խորհուրդ այն ունի մկրտվելուց հետո քրիստոնյան ինչպես պետք է ապրի։ Մկրտությունը այն առաջին քայլն է, ինչպես եթե պատկերավոր ներկայացնենք, դեպի երկինք մեր հոգևոր վերընթացի առաջին աստիճանն է, որի վրա մենք ոտք դնելով պարտավորվում ենք ամենայն կենտրոնացածությամբ հոգևոր, այսպես մտքի ուղղությունը մեր հառել դեպի Աստված եւ մեր ամեն քայլը կարծես պատասխանատու ձևով կատարել, որովհետև այն, ինչ որ մկրտված մարդը որպես քրիստոնյա գործում է, նա գործում է կարծես որպես եկեղեցու մի մասնիկ, մի քարն ենք դառնում ենք այն Սուրբ եկեղեցու, որին կոչված ենք ծառայելու, անդամագրվում ենք եկեղեցուն եւ այդպիսով կարծես Աստծո Հայր Աստծո, դա որդեգիրն ենք դառնում, որդի Աստծո ժառանգակիցը եւ Սուրբ Հոգու տաճարն ենք դառնում։ Միանում ենք Աստծո հետ եւ քրիստոնեական եկեղեցու միության խորհուրդը մեր մեջ կրում ենք, որովհետև ինչպես շատ ճիշտ ասացիք, բաժանումներ շատ կան եւ այսօր էլ մեր հասարակության մեջ շատ են եւ բաժանողը սատանան է, սատանա դիաբոլոս հունարեն բառը հենց բաժանող է նշանակում, իսկ միացնողը, միության բերողը, մեկության բերողը Քրիստոս Աստված է եւ եկեղեցին էլ հենց միության ընդհանրության խորհուրդն ունի։ Մեկը եկեղեցին, մեկ մկրտություն, մեկ Աստված, ինչպես որ մենք դավանում ենք մեր հավատամքում։ Այսինքն լինել քրիստոնյա նշանակում է նախ մկրտվել եւ այնուհետեւ ստանձնել այն բոլոր պարտականությունները, որոնք գիտակցաբար մենք վերցնում ենք մկրտության խորհրդից սկսյալ։ Այսինքն մկրտությունը սկիզբն է, սակայն ոչ թե վերջ, այլ միայն առաջին քայլը դեպի երկար մի ճամփորդության։ Հաճախ մեր իրականությունում չենք կարող ասել, որ չկա նման իրավիճակ, երբ ընտանիքը հավատացյալ է, հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, սակայն իրենց զավակին ասում են հարևանի երեխային ծեծիր, որ լավ տղա լինես, կամ չեն հորդորում, բայց երբ որ այդ իրավիճակը ստեղծվում է, ասում են լավ ես արել, դու պիտի իշխես։ Կարևոր է նաև կարծում եմ այն, թե մկրտությունից հետո ինչպես պետք է ապրի քրիստոնյան արդեն զուտ որպես քրիստոնյա։ Այստեղ ինչ խնդրի ենք բախվում մենք։ Այո, առասարակ քրիստոնեությունը, եթե մեզ կոչում է Քրիստոս ինա, Քրիստոս մեր մեջ ընդունելու եւ մկրտության խորհրդով մենք ընդունում ենք Քրիստոսին, որդեգրվում ենք Աստծուն եւ Քրիստոս ապրում է մեր մեջ, մենք ստանձնում ենք մեր միջի ապրող Քրիստոսին խնամելու, խնամք տանելու այդ պարտավորությունը։ Եվ դա նաև փոխանցում ենք այն մարդկանց, ում սիրում ենք։ Եվ որպես զավակ մեր ծնողներին, եւ որպես ծնող մեր զավակներին, ու նաև մի սրբազան պարտականություն ենք ունենում ինքներս արդեն ծնող դառնալով կրթելու, դաստիարակելու հոգևոր դաստիարակությամբ մեր լույս աշխարհ եկած Աստծո պարգևը եղող զավակներին։ Եվ այդ կրթության, դաստիարակության առաջին քայլերից մեկը, ինչպես շատ ճիշտ նշվեց, մկրտությունն է, սակայն տեսեք, շատ հարցեր կան հենց մկրտության առնչվող, նաև հիմա կընդարձակեմ իմ խոսքը, երբ մենք երեխա ենք ունենում, փորձում ենք լավագույն հագուստը նրան տալ, լավագույն կերակուրը, առողջ մթնոլորտ ենք փորձում ապահովել, դա հարցի արտաքին երեսն է, իսկ ներքին հոգևոր առումով մենք նրան մկրտության Սուրբ Ավազանին ենք տանում եւ այդպիսով ներքին սնունդ ենք տալիս, ներքին ապահովություն, խաղաղություն եւ այդպիսով որդեգրում ենք Աստծուն։ Սակայն մկրտելով, քրիստոնյա դառնալով, միայն այդ մկրտության վկայագիրը ստանալով չէ, որ մենք ասացինք, մենք դարձանք քրիստոնյա եւ վերջ։ Ոչ, եթե մենք քրիստոնյա ենք, դաստիարակում ենք մեր զավակներին իբրև նորաթուխ քրիստոնյաներ, պիտի նրանց դաստիարակենք քրիստոնեական ոգով։ Այսինքն քրիստոնեության մեջ տեղ չունի, տեսեք, նեղացնելը, վշտացնելը, վիրավորելը,
խոսքով, մտքով եւ գործով, ինչպես Ներսես շնորհելին է ասում, մեր թե բարի եւ թե չար գործերը խոսքով, մտքով ու գործով են լինում եւ մտքից սկսյալ մենք պիտի դաստիարակենք մեր երեխաներին, որ ուրիշին մասին վատ մտածելը անգամ խորհելը ելուր մնաց թե այդ միտքը լեզու խոսք դարձնել եւ այնուհետեւ ձեռքերով այն իրագործելը մեղք է, դա մեղք է եւ եթե օրինակ երեխաները անգիտակցաբար անում են մի քայլ, որ իրականում արժանի է զանցանք կոչվելու, նրանք չեն կրում, եթե պատասխանատվությունը մենք որպես ծնողներ եւ քահանաներս որպես հոգեվոր ծնողներ եւ յուրաքանչյուրս անհատաբար որպես մեր զավակներին լույս աշխարհ բերած անձինք մենք ենք կրում այդ մեղքի հանցանքի պատասխանատվությունը եւ պարտավորվում ենք նրանց արժեվ ցույց տալ օրինակներ, սակայն ինչ օրինակ ուզում է լինի, եթե միայն խոսքով է, սակայն գործով չի դրսևորվելու, մոռացվում է։ Լավագույն օրինակը մեր գործն է, մեր կերպարը, թե մենք ինչպես կվարվենք։ Եթե մենք չենք նեղացնում, մենք բարին ենք գործում, դա կրթում ու դաստիարակում է մեր զավակներին, մեր սերնդին, մեր շրջապատող մարդկանց։ Պսակադրությունը ինչ խորհուրդ ունի եւ ինչ պետք է իմանա զույգը, երբ գալիս է եկեղեցի պսակադրվելու, ինչքանով է կարեւոր եկեղեցում պսակադրություն իրականացնելը, որովհետեւ այսօր շատ երիտասարդներ նախընտրում են ուղղակի նայ քաղաքացիական ամուսնությունը եւ ոչ պսակադրությունը եկեղեցու ներսում ասել տեր եմ եւ հնազանդ եմ, բայց այնուհետեւ ամուսնալուծվել, սա ինչ խնդիր է եւ որ պարագայում է եկեղեցին թույլ տալիս ամուսնալուծությունը։ Պսակադրությունը, պսակը մեր եկեղեցու սրբազան խորհուրդներից մեկն է եւ հենց բառը ինքնին հուշում է, որ պսակ թագ իմաստով, այսինքն մենք թագադրվում ենք եւ եթե հիշում եք, պատկերացնում եք այդ խորհրդի ամբողջ այս հոգեղենությունը, այր եւ կին իրար դիմաց թագերը գլխներին պսակի խորհրդի ժամանակ խոստովանում եւ խոստանում են իրար հավատարիմ լինել եւ այդ ուխտին հավատարիմ է լինում Աստված ինքը։ Այսինքն, եթե մենք ուզում ենք այդ ուխտը կնքել Աստծո հետ, ոչ թե որպես քաղաքացիական համատեղ կյանք, այլ որպես պսակ, որպես թագադիր, թագավորական երկնքի թագավորությանը հարիր կյանքով ընտանիք կազմելու նպատակ, դա կատարում ենք եկեղեցում, որովհետև վայրը, որտեղ սրբագործվում է խորհուրդը եկեղեցին է։ Եվ մենք այդ ուխտը Աստծո հետ կնքելով, տեսեք, տարբերակեցի համատեղ ապրել, որը հնարավոր է նաև առանց պսակադրության քաղաքացիական կյանքում եւ ապրել որպես ընտանիք, այս ընտանիքի խորհրդին ենք մենք գնում եկեղեցական պսակով։ Համատեղ ապրել կարող են ամենքը, բայց ընտանիք լինել միայն այն մարդիկ, որոնք իրենց մեջ պատկերացնում են սրբությունը պսակի, այն ինչ որ Աստված միացրեց, դա սուրբ է, դա մեկ է եւ անբաժանելի, եւ նաեւ սրբությունից զատ այն պատասխանատվությունը, որ մենք կրում ենք միմյանց հանդեպ ասելով Տեր եմ եւ ասելով հնազանդ եմ։ Դա ոչ թե իշխանություն է, որ տրվում է, որովհետեւ ամենքից Տերն է Աստված, ոչ թե ծառայական պարտականություն է, որովհետեւ ամենքս ենք ծառա Աստծո, այլ պատասխանատվություն է խնամելու, հոգ տանելու եւ ինչպես որ բոլոր խորհուրդները, այդպես էլ այս պսակի խորհուրդը մեկ վերջնանպատակ ունի փրկության հասնելու մեր ընտրյալի, մեր կողակցի հետ, այսինքն մեկ դառնալու, մեկանալու եւ միանալու Քրիստոսի Սուրբ եկեղեցու միության խորհրդին իրար օգնելով, թեւութունք դնելով հասնելու փրկությանը։ Անդրադառնանք նաեւ ապաշխարության խորհրդին, ինչպես մարդը կարող է գալ, ապաշխարություն խնդրել, որովհետև բոլորս էլ մեր կյանքում մեղքեր գործում ենք, բոլորիս կյանքից էլ անմասն չեն կազմում մեղքերը, սակայն ոչ բոլորն են այդ ուժը գտնում, որպեսզի գան եկեղեցի հոգևորականի առջև խոստովանեն իրենց գործած մեղքերը եւ անցնեն այդ ապաշխարության ճանապարհով, ինչպես կան, դուք ինչ խորհուրդ ունեք նրանց։ Այո, իրականում դժվար է ապաշխարության գալու խորհուրդը դյուրին չէ, բարդ է, որովհետև իհարկե ամենքս էլ մեղանչական ենք, սակայն մեր կարծիքով, մեր մարդկային հայացքով այդ մեղքերը թաքնված են եւ անտեսանելի ուրիշ մարդկանց կողմից, սակայն խորհուրդս է այն գիտակցումն ունենանք, որ այդ մեղքերը Աստված տեսնում է։ Աստված ամենատես է եւ երբ մենք խոստովանում ենք քահանային, մենք որպես մի դատավորիչ ենք պատմում մեր մեղքերը, ուստի այն պատգամը կտան, որ միշտ վստահ լինենք ինչ մեղքի մասին էլ որ պիտի խոստովանենք, քահանան առավել վատթարն է լսել, այսինքն մենք չկենտրոնանանք մեղքի ծանրության վրա, այլ մեր կենտրոնացումը լինի Աստծո ողորմությանը, որովհետև մեծագույն մեղքն էլ, փոքրագույն մեղքն էլ մեր մարդկային կարողությամբ չէ, որ պիտի մաքրենք, այլ Աստծո ողորմությամբ, այսինքն մեր խիղճը մաքրելու մեթոդ է ապաշխարություն, ինչպես մեր ձեռքերը լվանում ենք
եւ այն դարձյալ աղտոտվում է եւ անդադար գործընթաց է մաքրվելը, լվացվելը, նույն կերպ մեր հոգին մշտապես կարիք ունի մաքրվելու եւ դա ապաշխարության խորհրդի միջոցով է լինում եւ միշտ ինչպես ամեն պարագայում դժվարությունները, փորձությունները մեզ համար մխիթարելի, հաղթարելի են թվում սպասվող պսակադրությամբ, այն վարձատրությամբ, հատուցումով, որ պիտի ստանանք, նույն կերպ երբ մենք խորում ենք ապաշխարության մասին, մեր հայացքը դարձնենք այն խղճի մաքրությանը, որը պիտի ձեռք բերենք ապաշխարելով մեր մեղքերը եւ վստահաբար այդ մաքրությունը, այդ խաղաղությունը, որ ստանում ենք, արժե, որ մենք մեր այդ տկարությունը մի կողմ դնենք եւ չհամաչենք, չքաշվենք, չերկյուղենք եւ ինչ որ եղանչել ենք, խոստովանենք Աստծո առաջ, քահանայի միջոցով Աստծո առաջ եւ Աստծոց թողություն ստանանք մեր մեղքերի համար։ Տեր Հայր, եւ վերջում կխնդրեմ ձեր հոգեվոր ծառայության վերաբերյալ մի քանի հարցի պատասխանեք։ Գիտեմ նոր եք ձեռնադրվել, ձեր հոգեվոր ողջ ճանապարհը կխնդրեմ նշեք, թե ինչպես է անցել, ինչ փորձությունների եք այստեղ հանդիպել, որ ձեզ համար դժվարագույնն է եղել եւ կարծում եք, որ դա է հենց ձեր խաչի ճանապարհը։ Փորձությունները շատ են եղել, բայց երբ հետահայաց նայում եմ իմ անցած ճանապարհին, այն բերկրանքը, որի ընդունելուն արժանացան քահանայական ձեռնադրությամբ, ամեն ինչ մոռացնել է տալիս, ինչպես որ երբ զավակը դեռ չի ծնվել, պիտի ծնվի, մայրը ցավ է կրում, սակայն երեխայի ծնունդով այդ ամենը մոռացվում է, նույն կերպ կարծես այս քահանայագործության շնորհը մոռացնել է տալիս ամեն դժվարություն, սակայն քրիստոնյաների կյանքում առասարակ անպակաս է փորձությունը, դժվարությունը եւ որպես նորանցա քահանա ինձ համար դժվարություն եմ համարում ցավի մեջ գտնվող այն մարդկանց մխիթարելը նաեւ ինչ որ հատուկ կարողություն ու ղարկավորություն կատարելը, որոնց անձնապես ճանաչել եմ, դա ինձ համար ամենադժվար փորձությունն է եւ կարող եմ ասել խաչի ճանապարհ, որովհետեւ երբ դու ապրումակցում ես, երբ դու իսկապես զգում ես այն ցավը, որի միջով անցնում է քո հարազատը, դա խաչի ճանապարհին արված մի քայլ է մեր կողմից։ Ինչ խորհուրդ ունեք այն ուրարագիրներին, կիսասարկավագներին եւ սարկավագներին, որոնք պետք է քահանա դառնան, որպես նորաուց քահանա, ինչպիսին կցանկանաք նրանց տեսնել եւ ինչպիսին չեք ցանկանա երբևէ տեսնել։ Շատ աղոթել, կարդալ Սուրբ Գիրքը, որովհետեւ երբ աղոթում ենք, մենք հարցեր ենք ուղղում Աստծուն եւ երբ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, ստանում ենք այդ հարցերի պատասխաններ։ Աղոթք եւ Սուրբ Գիրքի ընթերցանությունը կարծում եմ այն մեթոդներն են, որոնցով սարկավագը, ուրարակիրը պատրաստվում են քահանայագործությանը եւ իհարկե քահանա դառնալուց հետո նույնպես այդ ընթացքը, այդ զույգ կարևոր մեթոդները գործում են աղոթելու եւ Աստվածաշնչի Սուրբ Գրքի միջոցով մեր աղոթքի պատասխանները ստանալու եւ արդեն քահանայ կոչվելով մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները այդ պատասխանները փոխանցելու համայնքին, այն համայնքին, որում կոչված կլինենք եւ առավել մեծ գիտակցությամբ, պատասխանատվությամբ ենք մոտենում թե մեր մեջ եւ թե հավատացյալների կողմից մեզ հնչեցվող հարցերին ու փորձում ենք լավագույն ճշմարիտ պատասխանը տալ, որը Աստծո կողմից Սուրբ Գրքի միջոցով, սրբազան ավանդության միջոցով մատուցվում է մեզ եւ ամենքին։ Ինչու ընտրել խաչը, եթե այլընտրանքը ավելի հեշտ է, ավելի պարզ է։ Ընտրել խաչը, որովհետեւ խաչը ընտրելով մենք հաղթանակն ենք ընտրում, եթե որևէ մեկին աշխարհիկ թե հոգեվոր հարցնենք պարտություն, թե հաղթանակ ընտրել, բոլորը դեպի հաղթանակի ճանապարհը կգնան, խաչի ճանապարհը դա հաղթության ճանապարհ է, որովհետեւ Քրիստոս անցավ այդ ճանապարհով եւ հաղթեց մեզ էլ նույն պատգամը տալով հետևելու իր ընթացքին։ Ընտրելով խաչի ճանապարհը մենք վերժում ենք պարտվելը եւ ընտրում ենք հաղթությունը։ Իսկ դեպի հաղթանակ տանող ճանապարհը միշտ չէ որ հեշտ է, բայց միշտ փառավոր է եւ միշտ այդ հաղթանակը բերկրանք ու երջանկություն է պարգևում մեզ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։